Բարի եկած ճակատապած, ուրբաթ ճակատով եւ բաց մտքերով գխոսենք դարբեր նյութերու շուրջ։ Այսօր մեր հյուրն է Կանադայեն, Տորոնտոյեն Ռաֆի Սարգսյանը, Խոմի ամենօրյա վարժարանի դնորենը։ Ռաֆի, բարի եկած։ Բարի տեսանք։ Շատ ուրախ ենք, որ հոսես, մանավանդ Ռուբենի հետ։ Ռուբեն տիշերտդ կարծեմ օրվան նյութուն է այսօր, չէ՞։ Այո, անպայման, որովհետև հբար շրջանավարդեմ եւ թափանցի գլամ մանկության ընկերս, լավ ընկերս, կապարագից ընկերս Ռաֆին, որուն հետ դարիներու փորձ ունիմ եւ ինչս եմ շատ ուրախ եմ այսօր որ մեր հետ է եւ պիտի խոսենք անգերտ պիտի խոսենք նյութերու շուրջ որոնց մասին կմտածենք, կզրուցենք, կքննարկենք եւ այս տեսակի առիթներու կսպասենք։ Ուրեմն շնորհակալ եմ Ռաֆի, որ նմանապես շնորհակալ եմ ուրախ եմ նաեւ որ այստեղ ես աշակերտներով։ Մինագը չես եկած, հաջողքի համար այսպես չես եկած։ Քիչ բացատրե թե ինչու ասես։ Ուրեմն թեպեդև անշուշտ 2008-ին շատ ավելի առաջ ճամփորդություններ գազմագերված են թեպի հայրենիք մեր աշակերտներուն համար ամենագանուխը մեր հիմնադիր դնորենը բարոն Մարկարը որ սովետական դարիներուն հատկացություն ունեցավ բերելու աշակերտներուն 2008-ին ի վեր շարունակականորեն կգազմագերբենք երկրորդագանի մեր աշակերտներուն համար այցելություն Հայաստան ուրեմն անշուշտ ընդմիջումներ եղած է COVID-ի դարիներուն չգրցանք կալ պատերազմեն յետկալ դարի մի եղավ որ անապահով սկացինք եւ չգրցանք բերել աշակերտները բայց այդ կանտին ամեն դարի հետս հետե ավելյալ մշակելով ծրագիրը տեսնելով թե աշակերտները ինչին գարիք ունին եւ գտասավորենք ծրագիր եւ աշակերտներուն կբերենք 2008-ին եկանք 6 աշակերտներով եւ հիմա դարիների հետ մոտ 20 տարի հետո ասենք 29 աշակերտով եւ գկարծեմ որ ադիգա անշուշտ պիտի ավելի շատնա թիվը քանի որ աշակերտության թիվը կշատնա ուրեմն աշակերտները այս տարի 28 աշակերտով երկու անձնագազմ ես եւ մադամ Վիվիենը միասին եկած ենք աշակերտներուն հետ մեզի համար քիչ փոփոխություններ եղավ անշուշտ ծրագրի քանի որ նախաբես մինչեւ 2020 Արցախնալ մեր այցելության մաս կգազմեր շատ կարեւոր մեկ բաժիններ այդ ճամփորդության աշակերտներն անհամբեր կսպասեին սահմանը անցնելու եւ տեսնելու Արցախը ժողովուրդը մեր ազատագրված հողերը եւ լսել պատմությունը բայց շփախտապար այդ մեկը ներգայիս չեն կնարնել բայց արիթե որ աշակերտները կան եւ ադոր մասին ախոգան մեր թադի մասին որ գսորվին բավական հոսալ աչքով տեսնեն որոշ բաներ որ իրենց օգտակար կլա ուրեմն ներգայիս ծրագիրը այս տարվա համար իր ավարտին կհասնի բայց բավական բաներ գրցանն էլ աշակերտները եւ ի վերջո իրենց բոլոր սորվածները մանկութեն են իրենց աչքին արջով կբացվի եւ ադե ամենակարևոր այսինքն նվադակներն մեկը որ աշակերտը ոչ միայն սորվի տասակիրքեն կամ լսե իր տասարանի մեջ բայց այստեղ կա եւ իր հողին հետ կապվի եւ ծեվում այս ծրագիրը համահունչ է մեր հիմնադիր դնորեն բարոն Մարկարի երազանքին եւ քաչելրանքին եւ քարոզներուն եւ Ռուբենն շատ լավ գիտե որ բարոն Մարկար անդադար մեզի գտաստիրագեր բայց նաեւ գոչ կուղեր գսեր որ այստեղ մենք ցեզի հայ գճանանք բահել սպյուրքի մեջ բայց միակ ցևը որբեսի քոյդևես որբես հայ զարգիս որբես հայ հայրենիքն է եւ հողը պետք է լա ծեր ոտքին դագը ուրեմն բարոն Մարկարը լավագույն օրինակը ծառայեց մեզի եւ ինքնալ փոխադրվեցավ այստեղ հանգստյան գոչվել են հետո եւ մեծ ներդրումներ ունեցավ իր աբրած շրջագայքի մեջ իր գյուղին մեջ եւ արիտ չեր փախցներ որ մենք երթանք եւ մեր բդույդին մաս գազմեց ուշի այդ այցելությունը ուրին կփնագեր 2008-ին ի վեր մասնավորեն մենք մեջ բերեցինք ադիգա ծրագրի մեջ որը երթանք եւ նախ այցելենք մեր հիմնադիր դնորենին
լսենք իր խրատները դակավին, այսինքն օգնությունը ստանանք։ այդ օրհնությունը ստանանք, ինքնագհբար դանար, որ գարցներ ամեն աշակերտներուն քու մայրդ ով է, քու հայրդ ով է, գուզեր փնդրել իրեն աշակերտած ներուն ընտանիքները ուր հասան, զավակներին, ինչպիսին են, հայրենասեր են, գշոշափեր իրենց մտքերը նայելու թե ինչ միտում ունին եւ մեզի հբարդորեն ցույց կուտար ամեն ծրագիրներու մասին գխոսեր ծրագիրները գային որ նաեւ ներգրաված էր շրջանավարտներուն թուրսեն ասենք նյութականորեն որբեսի օժանդակեն որոց ծրագիրներուն քյուղի մեջը եւ մենք ալ հբարդորեն եւ ուրախությամբ կմասնակցեինք այդ ծրագիրներուն բայց աշակերտները արիտ կունենային տեսնելու թե ինչպես մեկ հայ ընտանիք իր ներգայությամբ բարձաբես փոփոխություն կբերեր շրջագայքի մեջ եւ աշակերտները գերանային այդ քյուղեն որ գարզես որ այդ բոլոր բաները որ կան հայրենիքի մեջ այսինքն անոնց մեբի դնդրեին լավակույն իրենց փորձառությունը բայց դնդրեին ուշի քյուղը եւ իրենց փորձառությունը բարոն մարկարին հետ եւ բարոն մարկար շատ կհբարդանար որ վարժարանը կշարունակե իր առաքելությունը բայց այդ մեկը բավական մտածել գուդար հայ աշակերտին որ ես իմ դերս ուր է հայրենիքի մեջ ոչ թե ես եկած եմ որպես այցելու գերեւի այս արիտով եկած է որպես այցելու բայց գսկսի բդույթ այնպես հասավորված է որ աշակերտը սկսի մտածել իր դերը ուր է ես հիմա եկա իդ վերադարձա բայց ես ինչ պիտի կրամնել եթե նույնիսկ այս արիտով այնպես չէ որ պիտի փոխադրվի այստեղ բայց սկսի մտածել թե ուր են ներդրումները որ ես գնամ գդարել ինչ ծավով գնամ օգտակարել հիմա արդեն այս դարիքին սկսած են որոշել համալսարանի ծրագիրները սկսին մտածել իմ աբակա ասպարեզից միջոցով ինչպես կնամ օգնել իմ աբակա ասպարեզից համապատասխան այստեղ կան արիտներ արդյոք որ ես կրնամ քալ կամ ստեղծել արիտներ ճիշտ ուրեմն այս բաներու մասին կսկսին մտածել քանի մենք հալ այդ խոսակցությունները կսկսին ունենալ հետերնի հոս եղածատենի եւ անշուշտ կմասնակցենք ծրագիրներով որ այդ արիտներն կստեղծե օրինակի համար 3 Architecture Project-ի ծրագիրին հետևեցան կացին եւ դեսան թե ինչպես բնաբահբանման աշխատանքներ կդարվի հայրենիքի մեջ եւ մեջերնին կան աշակերտներ որոնք գիտություն կսորվին իրենց սորվածներու մասին գաբերը կստեղծեն եւ հայրենիքի հետ կստեղծեն այդ գաբերը եւ ադե կարեւորը դնդեսություն բիդուսանին կսկսին դնդեսությունը ավելի գաբել հայրենիքին հետ այդ մասնակցությունները հիմա ուրեմն տասակիրքն այլևս դուրս կուկա եւ կսկսին անձնական գաբերը ստեղծել եւ առաջին քայլն է մեծ որոշումներու որ գուսանք որ կառնեն մեր աշակերտները հիմա մեծ փախտավորություն է որ աշակերտությունը բավական աշխուժ աշակերտություն է այսինքն ոչ միայն որպես հայ աշակերտ վարժարանը որպես այսինքն վարժարանը կորձե դեղական Սողոմոն Թելերյան գոմոդիության հոյտատաշնակցության հովանին դակ իր թիվ 1 կարոզը աշակերտներուն այն է որ հայրենասիրությունն է եւ գամավոր աշխատանքի կարեւորությունը եւ փոքր դարիքեն աշակերտները գվարժվին հասկանալ թե գամավոր աշխատանքեն իրենք ինչպես կօգտվին որպես աշակերտ եւ իրենք ալ իրենց կարգին ինչ բաներ պետք է անեն իրենց քաղաքները ներս որբեսի ծարայեն եւ շարունակեն այդ ոգին գամավոր ոգին ուրեմն այդ հայրենասիրության տաստերագության պատճառով աշակերտներուն մեծամասնությունը արդեն իսկ Թորոնտոյի մեջ աշխուժ են դեղական գազագերբություններն նես լադիգա բադենական միություն երդասարտական միություն համասկային հոմենտմեն ուր որ ալլա իրենց ցերագադրությունը գբերեն ուրեմն այդալ գոքնե որ գուքան գսկսին այդ գաբերնալ ստեղծել գսկսին ցանոթանալ նաև դեղական մասնաճյուղերու երդասարտներու աշխատանքներու մասին գզանոթանան եւ գսկսին իրենց հոգսերուն հետ գաբել մտածել թե ինչպես կնան համակորձակցի այս տեսակի բաներն ալ իրենց հբարդություն գբերե եւ խոգալ գուտա աշակերտին ուրեմն այդ թթխմորը գա իրենց մեջ եւ բարեփոխտապար վարժարանը այդ մեկը գշարունակենք հաճողիլ ընել փոքր դարիքեն որբեսի աշակերտը մեծնա միշտ մտածելու թե ես դերբի հասնիմ բայց իմ հասած ասենք թե թիրքես ինչպես պիտի գնամ օգտակարել հայրենիքին ուրեմն իրենց
Գշարունակենք այդ կարևորության մասին դաստիարակել եւ բարեփոխտաբար նաեւ ունեցածենք շատ օրինագելի սերունդներ, որ մեզ մի առաջ եկած են, որ մեծ զոհություններ կատարած են։ Եվ այդ մեջ բերելով մտորոցի միջավայրի մեջ կա ֆիզիկական օրինակը, գար միջև հիմա անշուշտ երկու շենք, որ միշտ կսեինք իրենց, որ մասը մի խոսենք, որ հավասիկ այս բոլորը չարտնցանք եւ գար, այսինքն մարտիկ մեջտեղ բերին։ So ադիգա ադոր մասին մտածելով թե իրենք ինչ պիտնեն ուրեմն լավ են այս սպյուրք եւ հայրենիքի գաբը իրենց մեջ սերմ բահելու նպատակը անհույսով որ ցանկի որոշումները որ գարնեն եւ որ մեզ մե այլևս բաժնում դբրոցեն բաժնում անշուշտ գետրոնեն չեն բաժնվի բարեփոխտաբար գշարունակեն իրենց գամավոր աշխատանքը շարունակեն մտածել այս բաների մասին հետաքրքրական է, որովհետև ամիսներ առաջ հավանաբար անցյալ դարի այսպես ասած հայրենադարձներով հավաքված էինք եւ դղոցում մեկը սա որ չեմ հասկանում այս աշակերտները սպյուրքեն ինչու գուքան, ինչ կնեն քեֆ նելու համար գուքան, ինչ է նպատակը, լավ է չի կան, թող ավելի չափահաստանան վերջը կան եւ այլն եւ թե ես թե արազը գողագիցս ապշած ենք, որովհետև երկուքս անոր արդյունքն ենք, այսինքն երկուքս մասնակցած ենք այս հայաստանակնացության, որոնք մեր վարժարանները գազմագերված էին եւ գաբած էին մեզի այս հողին, այստեղին եւ ուրախ եմ լսելու, որ շոշափելի արդյունքներ կան եւս այսօր։ Բայց ամենեն հետաքրքրականը հավանաբար եւ սիր երկու շենքի մասին խոսեցար եւ այսպես լրելյան երրորդ շենքի մասին հավանաբար գա այնտեղ 6 աշակերտներով սկսած ծրագիրը այսօր 28 աշակերտ 29 աշակերտ ինչպես որ սիր կան որոնք կուքան ասել է որ թիվը շատ նա եւ վերջերս մեծ ցերկբերումի մասին լսեցինք եթե գնաս անոր մասին խոսին այո ուրեմն լավ երևույթ է որ դբրոցի թիվը գաջի ուրեմն ամենամեծ աճը որ սկսած ենք տեսնել սովորաբար մանկաբարձեն եւ որ գավարդեր աշակերտը ձայք դասարանեն առաջին դասարան անցնելու ժամանակ կտեսնենք որոշ քանակ աշակերտներ որ գմեկնեին դբրոցը ասի նախաբես հետո կտեսնենք նաեւ քանակը որ գմեկներ եւ որ 8-րդը գավարդեր եւ երկրորդական գարքին բիդանցնին այնտեղն ալ որոշ քանակ աշակերտներ սկսած էին ասենք բնականորեն դուրս կային դբրոցեն այսին որպես երկու հանգրվան կհամարեին որոշ ընտանիքներ որ օքեյ մանկաբարձին իրենց դասերակցությունը ստացան հիմա ուրիշ արիտները ստեղծենք եւ 8-րդն նույն միդումին էին ասենք որոշ զնոներ բայց վերջին ասենք 10 տարիներուն սկսանք տեսնել որ ավելի քիչ աշակերտ կմեկնի կամ աշակերտ չմեկնիր եւ ադոր գողքին աշակերտ գուսեկա եւ անշուշտ հոսանքները ասենք միջին արևելյան դժբախտաբար բادرազմներու հատկապես Սուրիո բادرազմի քախտի պատճառով ունեցանք աճ մեր համայնքներեն ներս հայրու որոնք ասենք թե փախտավոր ենք որ ունենք առողջ համայնքներ որ գրցանք դերելալ իրարու եւ իրար մե օգտվել ուրեմն բնականաբար մեր աշակերտներուն թիվնալ սկսավ այդ պատճառավար շատնալ քանի աշակերտ հաջողվեց 687 ներգայիս 687 ամեն տարի 10-15-ով կբարձրանա թիվը մեծ թիվ է սպյուրքի այո մանավանդ Հյուսիսային Ամերիկայում այո ուրեմն վարժարանը 2 տարեկան են մինչև 18 տարեկան ուրեմն այդ բանով է եւ ուրեմն թե լսենք սկսած ենք տեսնել շրջանավարտներ որ ավարտած են հիմա իրենց զավակները գուքան դասընկերներս օրինակ դասընկերները իմ աշակերտներս միշտ գալակ կնեմ իրենց որ թորնիկս պիտի կա հիմա 42 տարեկան թորնիկ ունի բայց մեծ բարդություն է ինձ համար որ աշակերտներ հիմա ասեմ որ երկրորդական դասավանդեցի այդ տարին ուրեմն մեծ էին ուրեմն անչափալ երկար չէ ջամփան մեծ հայրը լալու ասենք դբրոցի մեջ ուրեմն տեսնելով նաև շատ մնդանիկներ կտեսնենք որոնք իրենք չգրցանքալ
Զանազան պատճառներով հայկական վարժարան, բայց տեսնելով որ հայկական վարժարանի շրջանավարտները ինչպես հաջողություններ հասան, իրենք հակաչալերված որոշում արածները զավակները պիտի կան եւ փերած են իրենց զավակները, ուրեմն ունենք նոր քաղաքներ, ունենք անցիկ որոնք հոս ծնած մեծած են, ունենք այլ Հոս Տորոնտո ուրեմն այդպեսով զանազան դեսակի սննդանիկներ են աշակերտներ ունենք, որ հիմա ուրեմն դեղ մահասավ, որ ոչ միայն աշակերտը, որ բարեփոխտաբար ճուզեր հերանալ, բարականները ունենք, որ աշակերտը ճուզեր, եթե նույն զնող կուզե, աշակերտը ոտ գտնե եւ գսե, որ ես չեմ ուզեր հերանալ իմ ընկերներս, կամ այս ուսուցիչներեն, կամ այս միջավայրեն, ընդհանրապես գիտենք այս տարուն աշակերտը գահախտե, այդ վիճապանությունը իր ուզածը գլա։ Մեր օրերուն այդպես չէ։ Այս բարակային լավ է այդ մեկը շատ լավ է, համայնքային այդ պատկանելիությունը դարիքեն իսկապես որ շատ կարևոր մանավանդ մեր նման սպյուրքի մեջ գտնվող հայ կաուտներուն դպրոցներուն համար իրապես որ շատ լավ է այո ուրեմն սկսավ մեր սպասելու սպասողական ցանկը շատնալ ու դեղեր կար որ այլևս աշակերտներ չեն գնար ընդունել սահմանափակ են անշուշտ մեր դեղերը եւ դեղը հասավ որ այսինքն եթե բոլոր բատկերը նայենք մոտ գնալ 100-ի մոտ աշակերտ դարբեր դարիքներու չենք գնար ընդունել եւ դուրս կմնային անշուշտ մանգամասուրը դարբեր բացմունքներ քիչ ավելի դարբեր օրենքներ կան կառավարական եւ պայմաններ որը կոհացնելու քիչ շատ դժվարություններ կան կամ շենքը հadoop տեսակի հարթարումներ պետք ունի ուրեմն այնտեղը ընդհանրապես շատ բանջ կգա բայց մեր մտահոգությունը փուն այն էր որ եւ որ աշակերտը գոգոն կհասներ գոգոն այսինքն 4 տարեկան որ մանգամասուրեն դուրս կուքար սովորաբար այնպես էր քանի որ մեր դեղը գլային այնտեղ գնայինք կոհացնել ասենք աշակերտներ գարնենք եւ բոլոր աշակերտները փափակ ունեին գալու այգան վարժան գմտնեին ասենք եւ այդպեսով գշարունակեին բայց հիմա այն բարակային հասանք որ գոգոն չեն գնար մտնել աշակերտները եւ եթե գոգոն չմտնեին այդ սելեր որ երբեք գնալը մեր վարժանը չգարենային կալ այդ գաբը չեր ստեղծվել եւ չէին շարունակեր այսինքն ուրեմն ադեր մտահոգությունը որ հիմա որ գմերժենք աշակերտներ գոգոնի հետևաբար գմերժենք իրենց հայկական վարժարանը եւ գրնան պատկերացնել թե որքան մեծ ցավ է շատ հայ աշակերտին մերժել շատ այսինքն գահսկնայինք ցավը ընտանիքներուն համայնքին նույն մեծ ցավը մենք կաբրեինք գրնամասեր որ դարիներով մեր ծրագիրներ գոչանայինք մշակել սերդողություններ գնեինք բայց դերմա հասավ որ եւ որ արիտը բացվեցավ որ ընդլայնում ունենք այսինքն ընդլայնման ծրագիրներ մշակեցինք եւ հանձնախումբեր գազմվեցավ որ մեկ կողմեն շենքը գոյություն ունեցող շենքը ընդլայնվի եւ մեծ աշխատանքներ դարվեցավ դարիներով որ այդ ընդլայնումը հաջողցնենք եւ խրտին ընթացք է ասի կանադայի մեջ այսպես թույլ դվություն եւ այլն նվիրահավաք ասենք մեծ բադմություն են ես հերվեն գտիդեի բայց իսկապես հիմա նորեն արդեն նվիրահավաքի ընթացքի մեջ է միշտ այո մեր համայնքը միշտ հիմա հաշիվ ունենք որ ասենք թուրսեն տիդորին համար բարձ գտվի ոստեղ բադմը գտնենք եւ մեծնա կամ տասայի մեջ աթորը գավերցնենք եւ գլա բայց հաշիվ ունելով որ դասնյակներ նստած ժողովներու գմշակեն լավակույն ամենանյութականորեն ամենանպաստավոր ձևով աշխատանք տանիլ փծախնդրորեն այսինքն իրենց տրամը չէ որ գզախսեն ի վերջո համայնքին տրամն է եւ այդ փծախնդրություն ունենան որ զախսեն ճիշտ ձևով ճիշտ դեղերը նվիրատուներ գտնել գարավարական մեր գաբերը օգտագործել որբեսի ինչ որ դրամատրելի նպաստ մգա որ գրնանք մեջբերել օգտագործենք այդ փծախնդիր աշխատանքը դարվեցավ բայց ի վերջո այդ դարին որ այդ աշխատանքը որ մի քանի դարվա վրա էր
անչափ շուտ կփոխվեր որ իրավիճակը որ այսինքն ինչ որ պիտի շինվեր ի վերջո բավարար պիտի չլար նորեն նեղբիտ կա այո նորեն նեղ պիտի կար ուրեմն հաշիվը որ ունենք որ այդ ինչ որ ընդլայնումը որ ծրագրված էր պիտի կոացներ իմ գարզիկին բարձրապես երկրորդական վարժարանի աճը եւ պիտի գրնային կոնե 1 կամ 2 տասարան զույգ տասարանն վերածել 3 բաժինի եւ ադիգա բավարար պիտի չլար ինչ որ մենք հիմա գնահատենք եկող թվաճը ուրեմն զուգահեռ հանցախումնագազմեցավ որ սկսավ նաեւ հիմա փնդրել թուբրոցեն ասենք այդ ասենք երկու մեր ունեցած շենքերեն անտին շենքերու որ տեսնենք թե ինչ հարմարություն կա ավելի դեղ ստեղծելու մեզի համար այդ ընդլայնումն անտին ասենք եւ բարեփոխտապար արիթմը բացվեցավ որ մեր հողադարածքեն ասենք 2 վարգան հերու այսինքն 10 վարգան կարելով քշելով մոտ 1-2 վարգան հերու շենքը կդանք որ Զգարձես աստուծմե հայտնվեցավ եւ շատ ճիշտ բամը հայրը դասավ Ռուբեն ընկերագոպը որ ասա որ գարձես իսկապես աստուծմեր որ երկար դեվեց աս ընդլայնումի ծրագիրը այդ շենքը որ աստված մեզի համար ստեղծեց այս արիտը այս ջամփան բացավ եւ հիմա այս շենքը գար այս շենքը բայց ասեմ նորեն այնպես չէ որ թյուրին բիդլա այսին Սողոմոն Թերյան գոմեդիությունը այդ դժվար որոշումը արավ եւ որ գմդածեմ շատ նման է գարձեմ այն որոշման եւ որ որոշեցին շենք մշնել 1979-ին քանի որ այդ ինչ որ քայլ մգարնվի այդ քայլին հետ կա մեծ աշխատանք այսին գրնաս գամ մնալ այնպես ինչպես որ էս եւ անել աշխատանք բայց այդ դժվարությունները չստեղծել քեզի համար բայց որ քայլը այսպես գնաս որ մոտ $16 միլիոն արժող շենքը որ ամենամեծ ներդրումն է գարձեմ Հյուսիսային Ամերիկայի մեջ կոնե գրթական ծրագրի համար այս ասել է որ հիմա կորձը պիտի դժվարանա պիտի դժվարանա կորձը բայց անտինը անմիջապես պիտի գրնաս տասարանները ընդլայնել անմիջապես այսինքն վերամուտին արդեն իսկ մայիսին մեր ցերկը գլաշենքը արդեն իսկ աշխատանքներ կսկսին դարվել որ հիմա ադալ կարևոր է նշել որ համայնքը կամ ասենք հայերը ընդհանրապես աշխարհի 4 կողմ բեկի գիտեն որ ասենք ծրագիր մը գա միայն շենքը քնելով տասարան փանալը չէ նաև ադորանտին ուսուցիչներ գտնել անձնագազմը դասավորել մեր մագարտակը ուսման մագարտակը բահել աջին հետ համապատասխան այս բոլորը շատ կարևոր են որ նաև մեր մտքի մեջ է ուրեմն աշխատանքը մեր համայնքին համար մեր գոմեդիության համար դերական մեր վարժարանը վարժարանի անձնագազմին համար շատ ավելի հիմա կորձեր կսկսին բացվել որ պետք է ծրագրենք բայց իշա մեր համայնքի զավակներուն եւ եկող ընտանիքներուն ի վերջո այսօր գրնալալ զույգը չունի զավակ կամ գրնալալ երդասարտը չի ամուսնացած դեր բայց նույնիսկ մեր աշակերտներուն գսեի 12-րդի կամ գպսպսային որ մենք պիտի գրնանք աշենքի մեջ աշակերտը ծեր զավակները եւ ասի իրենց որ դայսեկսի բայց ասի որ դուք պիտի գրնակսի բայց օրը ծեր զավակը պիտի որքան ուրախելակ որ այս քայլը առնվեցավ որ այս քայլին քաչալեր հանդիսացակ դուք որպես աշակերտներ եւ յետքը եկող դարիներուն որպես համալսարանական եւ արհեստավարժներ քանի որ այս վարժարանը պիտի վստահեցնե որ ծեր զավակը դուրս չմնա հետակային քանի որ այն հոնասած էինք այսինքն ասած էինք որ շրջանավարտներ իրեն զավակները որ կփապակեին փերելու դբրոց դեր չգար իրենց համար որ վախնալիք է որ հիմա թունք եկած ես այս վարժարանը գուզես հիմա կուզավակը նույն փորձառությունը ստանա եւ պիտի չի գրնա կուզավակը ունենա փորձառությունը
ուրեմն այդ ջամփուն վրան էինք հիմա որ այսինքն եթե այսպես մնայինք շատ ամենական է մեր ներկա աշակերտները որոնք պիտի ունենային ընտանիք եւ զավակ պիտի գրնային փերել իրենց զավակները այն նույն դպրոցը որուն մասին իրենք կովացանք կերքեն միշտ որպես աշակերտ պետք է որպես շրջանավարտ ուրեմն ասենք թեմամը միշտ գա եւ միշտ օրինակ կբերեմ աշակերտներուն որ այն աշխատանքը որ գնենք քաղաքին մեջ անմիջական արդյունքները կտեսնենք որոշ չափով բայց իր փուն արդյունքները գուքան դարներ յետք եւ գահավադամ որ այդ մեր նախորդ սերունդը որ մեծ զողությունները գդարեցին որոնց մեջ ոմանք այսօր կան դակավին մեզի հետ են որոշ անցիկ կան որ ներկա չեն այլևս ֆիզիկապես մեզի հետ բայց միշտ գիշենք իրենց Երին անինչ որ երին գիտնալով որ պիտի չի տեսնեն արդյունքը իրենց աչքերով ներդրումը ներ որ իրեն դրական մանավանդ եւ ադորոմա գահամարեմ ասի որպես քաոտագերդում ասենք որպես սուրբ կորց որ մեկ սերունդ մբիդենե փամը չսպասելով որ ամիջապես տեսնե ադոր արդյունքը գերեվի քննադատվելով քարգոծվելով Չէ, որ ինչու գնեք այս, ինչ պիտնենք, եւ որ 50 հալքրանը, ասենք, երկրորդ շենքը, որ շինվեցավ անադեն։ Շատերս են, ասիկա շատ մեծ շենք է, ինչ պիտնենք ասոր հետ։ Դագեն ինչպես պիտի։ Հա, դագեն ինչպես պիտի լինենք, երկրորդական վարժարան, եւ որ հիմնվեցավ, ասին ինչ պիտնենք, ով պիտի կա երկրորդական վարժարան, ով ինչ պետք ունենք երկրորդականի։ Քանի աշակերտ ունենք այսօր։ Հիմա երկրորդականը ամեն մեկ տասարանը, հիմա ասեմ 29 աշակերտ պիտի ավարտե, վարեն 40-ներով կբարձրանան։ 40-ներով կբարձրանան։ Այսինքն այո, եւ որ այդ քայլը առնվեցավ եւ նորեն որ ունիս քիչ սակավ ասենք թիվեր քունութական բարդավորությունը մեծ է շուշ դակավին պիտի ուսուցիչ տնես իրենց արչեւ ուրեմն նյութական բարդավորության դակ թրավ ինձինքը դբրոց այն ժամանակ եւ որ երկրորդականը հաստատեց 9-10 աշակերտի համար որ անոնց կրթաթոշակը բավարար չէր նույնիսկ մեկ ուսուցիչի համար վճարել Երևակայեցեք Բայց յետքը դեսանք որ արդյունք տվավ 10 եղավ հիմա 40 ամեն մեկ տասարանի ասենք եւ այդ հսկայական շենքը նեղ եղավ եւ այդ հսկայական շենքը որուն մասին քարգոծվեցավ ասենք քաղաքը որ ինչ պիտնենք ինչու եւ այլն հիմա դեղ չգա շարժական տասարաններ շինեցինք որբեսի կոացնենք որոշ չափով դեղ եւ հասանք այստեղ Ուրեմն այդ մեկն է որ շատ փախտավոր ենք որ ունեցած ենք մեզի շատ լավ օրինագելի սերունդը որ մեզի համար հիմքերը շատ զորավոր ստեղծեց որ մենք կարենանք այդ հիմքերուն վրա ստեղծել ավելին եւ հանցնել հաջորդ սերունդին առողջ գազམ་ագերբություններ առողջ քաղուտ որբեսի իրենք շարունակեն իրենց գարքին իրենց աշխատանքները բայց այդ սերմ գաբը որ ունենք մեր շրջանավարտներուն հետ, մեր աշակերտներուն հետ գծարայ հիմա ներգայիս գտեսնենք որ արդեն իսկ մոտ 50 տարի բիդլա վարժարանին աս 50 տարվա վրա ասենք դեսած ենք ահավասիկ արդեն շրջանավարտը դարձած է հիմա ղեկավար ուրեմն մեծ թերագադարություններ հիմա ունին մեր քաղաքներն ներս լադիգա խմբակրական աշխատանքի մեջ ռուպենին լադիգա մեր դերական կոմեդիության ասենք հերթաբահը շրջանավարտե մեր վարժարանը դունորենը ես այո ուսուցիչներ ունենք մեր զանազան գազམ་ագերբությունը վարչական գազմերուն վրա շրջանավարտներ ուրեմն իր նպատակին գծարայ է քանի որ ղեկավար դարը կպատրաստե ուրեմն ղեկավար դար որ նույն արժեքներով նույն մտադրությամբ խաղապարներով գվարե իրենց աշխատանքը եւ հայորեն գնա այդ մեկը եւ ադալ կարեւոր է որ լեզուն կբահբանվի եւ գոկտակորձվի մեր ժողովներն ներս մեր փեմերուն վրա անշուշտ երթալով դժվարություններ կտեսնենք ընտանիքներու մեջ հայախոսության նվազումը մեծ դժվարություններ կստեղծե եւ այդ մեկին վրա գարձեմ պետք է բավական քարոզություն դարվի համակարգութային
Եվ քարոշությունը կգարձես կրնա այդ բոլորը կանխել։ Հիմա իմ մտահոգությունս այն է, որ շատեր գվերակրեն այս դժվարությունը խառնամուսնություններով։ Բայց այդ չէ դժվարությունը, ճշմարտաբար, այսինքն եթե հադլար քիչ ավելի գսեր որ հասկանալի է, բայց դժվարությունը կտեսնենք մենք հիմա որ հայ զույգ, որ գազմած են, ասենք թե հայ փույնը գսկսին դժվարանալ, ոչ թե դժվարանալ, գմորնան կարևորությունը բնթելու հայախոսության իրենց դան մեջ։ Հիմա մեր ժամանակը է, որ մենք ալաշագերտ էինք, որ երդասարտներով կովկովի ու կանք դբրոցեն ներսև այլն, միշտ անգլերենի գտարնար մեր լեզուն։ Բայց գիտենք այդ մտքահանգստությունը ունենք, որ դանը մեջ հայերենը գքերաթասեր։ Եվ ինչ որ գսորվենք մենք վարժարանեն ներս, գոկտակորձենք նվազագույնը դանը մեջ։ Բայց հիմա այդ մեկնալ չկա։ Չկա ասեմ չէ, ասեն գան դանը, բայց գնվազի եւ սկալի է դիգա։ Հիմա գան ընտանիքներ ուր գնալար հայախոս չլան, բայց հայկական ծրագրին, հայերեն լեզվի դասավանդման, երկին, բարին եւ այլն որ գսորվին դպրոցներս արժեք գուդան։ Այսինքն գկաչալերեն նույնքան եթե լավ նիշը փերավաշագերդը թվապանության մեջ եւ որ հայրենի համարալ նույն նիշը լավ նիշ փերը գկաչալերեն գիտես կամ հավաքներուն գհբարդանան որ հայրեն երկքի դեիմ զավագս երկե դրաս աղջիկս եւ այլն բայց գրգին ադալ գենթաթեմ գնվազի եւ գարձեմ որ մեր ընտանիքները պետք է հիշեն որ մեկ ցերկով ձապ չլար անպայման դե մեկ ցերկով ձապ չլար դբրոց ղրգելով հայախոս պիտ չի դառնա եւ բնթեմ որ դբրոցը հայրու դբրոց չէ հայկական դբրոց է ասենքն այստեղը պիտի զավակը սորվի հայերեն 2 տարեկանեն մինչև 18 տարեկան մանգամուսուրը միշտ գսենք զոնոներուն մանգամուսուրի դարին են երկրորդ եւ 2 տարեկան եւ 3 տարեկանին ծրագրի լման հայերեն է այսին աշակերտներ իրենց լեզուն հայերենով կփածվի մեր դպրոցի մեջ այսին նույնիսկ դարբերությունները դանը մեջ բարականներ կան որ ծնողները գսեն ես իմ բզդիգից չեմ հասկնար չեմ հասկանում հայերեն գսկսի սորվել բզդիգը եւ հայերեն գսկսի խոսիլ որը լավ երևույթ է բայց ինչ որ մենք կցանենք այնտեղ գուզենք որ մեր ընտանիքները օգտագործեն որպես հիմք կորզածեն հիմա շատ լավ բարականներ ունենք որ ծնողներ կան որ հայերեն լավ չեն գիտեր բայց իրենց զավակին հետ կսորվին հայերենը հետաքրքրական է որ լավ բան է մեր ժամանակը գլար մեր ժամանակ ասենք լիբանանեն եկող ծնողներ գլային որոնք ֆրանսերեն բարերեն կհա գործածեին հանգարց դունգուկա մաղդանոսին ազատ կերգսե զլոխ կսե որ ասուր դեղենելա գամ ֆրեզին ելակ կսե գամ անսանսորին չեմ գիտեր վերելակ եւ այլն եւ ասանգա բարականեր գային մերադենը բայց հիմա լրիվ հայրենի բանն է լեզվի բարական բայց գիտես գա հոնե այո եւ գարձիմ շատ ուշ չէ եթե քիչ ավելի հետացկվի պիտի ուշանա, պիտի դժվարանա, ադոր համար կարևոր է որ մեր ընտանիքները այդ լուրջի առնեն, եւ որ մեր գսեմ, այսինքն համաշխարհային առումով գսեմ, միայն Թորոնտոն չի, ասիկա կարծեմ սպյուրքի մեջ եմ դժվարությունը այս, որ եթե իրոք կուզենք մեր զավակը ծաղկի որպես հայ, եւ միայն չհաջախե հայկական միջավայր, դանը մեջ կորզածեն կարելի չափ, կարելի իրենց սահմաններու մեջ իրենց դանը մեջ օգտագործեն քաչալերեն որբեսի բզդիգը արժեքը գիտնա այսօրվածին եւ այնպես չսկա որ ես բարձրապես պիտնեմ տասս նիշս առնեմ եւ անցնիմ գուզենք որ քանի որ եկած է աշակերտը մեր թռներեն ներս օգտագործենք արիթը որ այն աշակերտը հբարդանա իր ինքնությամբ ոչ միայն սորվի փափակեսե որ քաչալերեն այնքան որ ստեղծագործե լեզուն միայն սորվելով չէ գուզենք որ նաև ստեղծագործեն այո այսինքն գիտնան թե լեզուն հասարանեն դուրս պիտի օգտագործեն աբրող լեզու է ճիշտ եւ աբրեցնող թերթը գարտան կամ գիտես իրենց ցանկի մաս կազմի իրենց լուրերը փնդրեն հայերենով ճիշտ որովհետեւ Թորոնտոյի պես քաղաքի համար համայնքի համար փախտավոր ենք որ ունենք ամենօրյա վարժան բայց
վարժարանը միայն մեկ միջոց է, կան 1001 այլ միջոցներ լեզուն սորվելու, ծաղկեցնելու եւ այլն, եւ այսինքն լավագույն միջնաբերդը ո՞ն է, դպրոցն է, բայց գաթերթ կան գազագերբություններ, այդ բոլորը իրար հետ երբ աշխատին, արդյունքներ կտեսնենք։ Եվ անգելձը լալու համար Ռաֆի համեստությունը մեկ գոմ գուզեմ վարյամը ցկենք նախքին սերունդի մասին խոսեցար, բայց իսկապես ես ալ որպես Թորոնտո հայ, նախքին Թորոնտո հայ ինչ որ ուզես հբարդ գսկամ, որ այդ չա փոխանցված է քեզի պես հայորդիներու եւ այդ չահը այդ նույն երանտով նույնիսկ ավելի գսեմ ես ավելի այսպես չեմ գիտեր հբարդ եւ համարցակ երանտով կշարունակեք այդ աշխատանքը, որ ստանցնեցիք, որ ժառանգեցիք ձեր նախնիներեն եւ անիգա միայն գրնա հբարդություն բաժարել եւ ուրիշ համայնքներու համար գրնա օրինակ հանդիսանալ։ Ուրեմն կշնորհավոր եմ իսկապես։ Շնորհակալ եմ եւ միշտ մեջբերեմ որ ովևէ մեկ այս իրողության մեջ կարելի պիտի չի լար առանց այն հասարակության որ դպրոցը դվա մեզի գսեմ կամ երկու անպայման 100 այսինքն Երևանայ այսինքն ես միջև 8-րդ էի տուն փախտավորություն ունեցա որ երկրորդական բաժանում ես տուն փախտավորությունը չունեցար բայց աղջիկներդ պիտի ունենան այսինքն այդ շարունակական բան ընթացքն է որ շատ խոշի սկուկա քանի որ եթե միջև 8-րդ կոհանայինք եւ չմտածենք երկրորդականը փանալու նորեն դժվար քայլ այո համարցակ աշխատանք ստեղծող քայլ ճիշտ բարձրականատվություն վերցնող քայլ այսօր ասածից բես իմ զավակներս պիտի չգրնային ադարայթ ունենալ որ երկրորդականը վարժարան երկրորդական գարկերը վայելեն ասենք մեր դանը մեջ եւ աշակերտուն գիշեցնեմ որ մենք չունենք այդ փախտավորությունը մենք պետք է երթայինք օդար միջավայր եւ 4 տարի ավելի բագաս հայեցի գրթություն ունեինք ասենք մեր դպրոցներս եւ ավելի փերը գավերնալ դանը վրա որ այդ աշխատանքը դարվեր եւ հիմա հաջորդ քայլեր բայց մեկ բաննա որ գուզեմ շեշտել որ կարծեմ մեծ արավելություն է հիմա մուս քաղաքներու մասին չեմ գնալ խոսի բայց Թորոնտոյի համար հադուկ է ինձի համար որ նաև մեր համայնքը մասնավորապես մեր գոմեդիությունը միշտ նպատակ դրած էր որ երդասարտներուն արիտ տրվի այո սերնդափոխություն միշտ կար այսինքն այդ վստահությունը ունեին եւ աշակերտները նույնը գսեմ մենք ցեզի կբادرացնենք մենք ցեզի կտասերագենք այն նպատակա որ մենք պիտի վստահենք ցեզի դուք պիտի անցնիք թերերուն վրա մենք պիտի դիտենք մենք պիտի խրադենք բայց դուք ձեր որոշումները պիտի առնեք եւ հարաճ պիտի երթաք եւ այդ որ մենք կտասերագենք մենք այդ մտքի հանգստությունն պետք է ունենանք որ մեր տասերագած սերունդը պիտի գրնա քլուխելել եւ հետ միշտ աս կդեսնենք մեր քաղաքին մեջ որ զարմանալիորեն ադներ գսես որ այսքան կումարի բադասխանադու պիտի լամ այս տարիքին այսքան կարևոր ցերնարկներ պիտի գազմագերբեմ այս տարիքին այս բաշտոնը պիտի վստահվի ինձ այս տարիքին եւ ադներ այդ անսը կսկսի մտածել որ արդյոք պատրաստ եմ եւ քեզ մե երեցը գսե այո երեք գիտենք որ գնացնել այո եւ գլուխ պիտի ելես պիտի գնացնել քան որ կվստահի որ իր զավակն է ինքը մեծուցած է այսինքն քաղաքին զավակն է եւ եթե պիտի այս անսը չգարենա անել ով պիտի նե այս մեկը շատ կարեւոր է նաեւ որ այլևս պիտի իր ասպարեզի մեջ նաև մտնի քաղաքեն դուրս, համայնքեն դուրս, ամբողջ փորձառությունը, որ 18-19 20 կամ մինչև ուսանողական դարիներուն 22 տարեկան արդեն ունեցած է իր համայնքի քաղաքային դարբեր գարույցներուն մեջ, այդ մեկը առանց երևի այդ բահուն հասկանալու, բայց իր ցանկի հետ մշտական փորձառություն մնա, այսինքն որ պիտի հետը շարունակե մնալ եւ աշխատել այդպես Ասենք չենք զգար մենք երևի այդ բահուն, բայց մեր ցանկի մեջ այդ մեկը միշտ է դերնիս այդ փորձառությունը որ անպայման ճիշտ եւ ասենք չի գրնար զուգահեռներ չնել այս ծեր խանդավառությունը եւ ուրախությունը Տորոնտոյի դպրոցի մեզնալու իմ հետ մանավանդ երբ Ռուբեն ասիր որ Ռաֆիի աղջիկները պիտի հաջողեն այն դպրոցը որ իր հայրիկը հիմա դնորեն է աշակերտած է
Դժբախտաբար ես չեմ գնալ այդ մեկը իմ մասից ասել, որովհետև ես Գիբրոսի Մելքոնյանի շրջանավարտ եմ։ Այդ հսկա շենքեր ունեինք, ավելի հսկայացան այդ շենքերը, դարածքը ունեինք, այդ ամեն ինչը ունեինք, բայց ինչ պատճառներով որոշվեցավ, որ պիտի չշարունակվի այլևս Մելքոնյանի առաքելությունը։ Եվ այդպես մնացին Դագավին շենքերը, այդպես են վայրը, այդպեսին է, բայց չկա, ցանկը չկա մեջը։ Եվ արիտովը իմ երկու փոքրիկներուս հետ մենք որ Գիբրոս այցելեցինք, իրենց անպայման որ ուզեցի Մելքոնյան Դանիլ վայրը կոնը տեսնեն, եղածին բեսկա եւ աղջիկս որ մեծն է հարցուց ինչու աշակերտ չի գա։ Եվ այդ պատասխան իսկապես որ չունինք գրնան պատկերացնել Մելքոնյանի պատմությունը գիտենք եւ այս տարի 100-ամյակն է։ Եվ Մելքոնյանի Գիբրոսի Մելքոնյանի շրջանավարտները գուզեն ինչ որ հիշադակի օրեր դոնախմբություն եւ այլն, չեմ գիտեր թե դոնախմբություն բառնալ ճիշտ բառն է կամ ինչ է, ասեն վերանայելու ինչ պիտի ելա, ասեն ոչ ոք գիտե դժբախտաբար։ Եվ միշտ կմտածեմ որ այս օրերուն մանավանդ միջին արևելքի այս պայմաններում մեջ ինչքան միջին արևելքցի հայ աշակերտներ պիտի կարողանային Մելքոնյան հաջողել եւ որոշ չափով իրենց հոն գտնվող ծնողներու այդ մտքին հանգիստը դալ որովհետեւ ես 88-94 թվականներում որ հոն էի դեսա Բարսկաստանին որ Դագավին գրակներու մեջ է այդ երկիրը դժբախտաբար ամբողջ միջին արևելքը ինչքան շատ բարսկահայեր գուկային Մելքոնյան այդ հոսքը թատրեսավ Իրան-Իրաք պատերազմի ավարտով Լիբանանեն հարյուրներով աշակերտներ եկան Լիբանանի քաղաքացիական պատերազմի վերջին շրջանին համար այդ ալ նաև դժբախտաբար իրականությունն է որ միջին արևելքի քաղաքները այս բահուս գնոսրանան այդ կողմը կոնե Կանադան քիչ առաջ ալգսեինք չէ կոնե Կանադան կամ ծեր համայնքը Տորոնտոն ինչ որ չափով գոկտվի TV կանագով աշխատանքով քաղուտի երկարագյացությամբ երևի մեծ հոսք եղավ Կանադա զուգահեռներ կան այո սպիրկի մեջ դերմը ինչ որ գփարսրանանք գփազմանանք դբրոցը գմեցնենք ուրիշ տեղեր գփագվին բادرազմի բաժարով գփագվին որոշումներու բաժարով բայց Ռաֆիկ ուզեմ ասել նաև որ սպիրկը տունգը հաստատես ատենավ մեկը որ սպիրկը աբրող է այո միջին արևելք չէ բայց հյուսիսային Ամերիկա է Լոս Անջելեսեն Տորոնտո Մոնտրեալ Տեգուզատ արևելյան եւ արևելյան ափեր Բիդի շարունակե գարձեմ մանավանդ ծեր քաղուտը գարձեմ Տորոնտոյի քաղուտը գարձեմ ամենավար օրինակները մեկն է սպիրկի մեջ եւ ճիշտ գրնա օրինակ հանդիսանալ այլ նման համայնքներ հավանաբար ոչ միջին արևելքի համայնքներով բայց նման համայնքներով անշուշտ որ գրնա օրինակելի մեկ բան լալ որովհետեւ ինչպես խոսեցանք երկար փորձառություն դարիներով փորձառություն եւ արդյունքներ ամենեն կարեւորը արդյունքները կտեսնենք Ռաֆի նաեւ գուզեի սկիզբը վերադառնալ երբ սիր Արցախ գերտայիկ այլևս չեք երտար բնականաբար հասկանանք այդ ամեն ինչը հարցումս է եթե այս խումբը որ այսօր հոս է Դագավին հոսեք Արցախեն ինչ որ երեխաներու աշակերտական տարիքի բադանիներու հետ հանդիպումներ ունեցակ կամ եթե հայաստանյան ինչ որ ուշի սիր կացիկ եթե անդերի դբրոցի հետ դբրոցներու աշակերտներու հետ հանդիպումներ ունեցակ Եթե երկու բարի մասին ծնողներ հվարտ կլան իրենց երեխաներու երկով ու բարով ու արդասանություններով Եթե այցեր ունեցակ թատրոն, բարային ինչ-որ համույթներ, երկարվեստ քիչ մը ծրագրի մասին եթե գրնաս ավելի որովհետև ամեն ինչն արդեն երեխան կխանդավարեն որ ինքն ալ երտա վերադառնա Տորոնտո եւ փեմեն ելե արդասանը երկե բարե կամ ինչ-որ բիդի ընե եւ իր շփումը դեղվույն երեխային հետ լա Հայաստանեն եւ լա Արցախեն որ դեղահանված եւ ինքզինքը գտնելու փորձը մեջ է Այո ծրագրի մեջ միշտ ադարիտները փորձենք գտնել անցյալ դարի հադուգարիթ ունեցանք որ Արցախեն դեղահանված երդասարտներու հետ համասկայինը
Արցախի համասկային գրծավ գազագերբել որոշ միջոցառումը, որ արցախցի փանաստեղծներու քրությունները փանաստեղծներն ներգային իրենք կարդացին փանաստեղծություններ, երդասարտներու հետ շփում ունեցան անցյալ դարվա խումբը, որը շատ հadoop արիթմներ, ուրեմն բարի վերապերել ամեն տարի ունենք արիթներ կփնդրենք, անշուշտ արիթներ որ գազագերբված են ընդհանրապես կամ գազագերբը մեզի համար հadoop ուրեմն այս արիթով ուրեմն 3 մենք խումբին հետ նենք հարկելի Ստեփանը մեզի հետ էր որ բարեր սորվեցուց աշակերտներուն ուրեմն ամեն տարի որ այդ բարերը ինչ որ գսորվին աշակերտները գվերաթարան Թորոնտո եւ այս ավարտական դասարանը որ է իրենց ավարտական հանդեսի ասենք ջաշկերույթին գբարեն այդ բարերը գբարեն ուրեմն հիմա որ վերաթարնան այդ արցանակությունները պիտի դիտեն նորեն պիտի վերհիշեն բարերը բայց հadoop արիթ ունեցանք այս տարի որ նաև դեսանք թե 2 բարի երեգո գար արեք խմբին հետ եւ աշակերտները որ դեսանք այդ մեկը ասինք անպայման պիտի դանենք աշակերտներուն որ դեսնեն թե հայ մշակույթը ինչպես կբահվի հոս որ արորի ասենք ամսական երևույթ մնա աս մեկը եւ որ կացին դեսան թե հոն փոքրիկներ կան իրենց մայրերուն հայրերուն հետ թե բեդև գնալ չգարնան բարել բայց գնստին գտիդեն չարություն գնեն բայց այդ միջավայրի մեջ գլան եւ այնտեղ ինչպես մեր ավանդական երկ բար գբահբանվի եւ գդարածվի ադալ կարեւոր իրենց ասի որ դեսեք թե ինչպես միայն սորվիլը չէ կամ մշակույթը միայն փեմին վրա չբատկանիր ասիկա մեր արուրիա ցանկը եղած է եւ արուրիան պետք է լա քան որ երկու բարը միայն վայելելու համար չէ միասնականության խաղապար է մշակույթին մաս կգազմի ուրեմն փերելու կովկովի ցերկ-ցերկի կողքի միասին երկելու միասին բարելու ընդհանրապես անհատական այս բաները անելու սովորություն չի գա մեր ավանդության մեջ այս բոլորը գլան միասին աշխատանքի ժամանակ միասին բادرազմեն առաջ միասին ուրեմն այդ խաղապարը սորվելով ինքնապերապար արդեն ընկերասիրություն գկաչալերը եւ որ գողքի գբարեն միասին գերքեն ներթաշնագություն գկաչալերը այս բոլորը սորվիլ եւ դեսնել իրենց աչքով մեծ առավելություն է ուրեմն գնամսել որ արդեն իսկ մեր ծրագրին դպրոցի ծրագրին մեջ փերած ենք մշակույթի բահ եւ որպես ասանք թեստը լիտմս թեստը 8-րդ դասարանը արած ենք եւ 8-րդ դասարանի եւ առաջին 2-րդ դասարանները եւ սկսած ենք հիմա դեսնել թե ինչպես կնանք իրենց սորվեցնել գազագերբված օրեն մեր մշակույթի մասին լադիգա ասեղնակորություն, կորկահյուսություն, նաշխեր, մեր դարերու թիվերու համապատասխան բոլոր քահնիկները ասենք որ գոկտակորձվեր մեր երկը արդեն գսորվեցնենք երկի շատ լավ ծրագիր ունենք եւ շատ լավ ուսուցիչներ ունենք որոնք կփոխանցեն երկը մեր աշակերտներին շատ լավ երջախումբներ լավ համերգ շատ լավ համերգ կներկայացնեն ամեն տարի լա նվակախումբ եւ երջախումբ բարեփոխտապար որ բոլորն ասենք ես գիշեմ որ ես երկրորդ դասարան էի երբ բادرազմի դարիներում էր Արցախի այսալ շատ կարևոր բան է որ ինչպես սպյուրքի մեջ հadoop ասենք գեցվածքներ կգրավենք մեր երջախումբը փոքրերու երջախումբը անուն չուներ եւ բարոն Մարկար այն ժամանակ մեր դնորենի լավ փեմին վրա քույրը դալ իմ տասնգերուից եղած է միասին փեմին վրա մենք մեզի հայդարերից որ պիտի գոչեն կանսասարի սոխակներ կանսասարի սոխեր այդ բզդիկ դարիքին ինչ գիտենք ադիգա դագավին բայց հիմա բարդություն գներշնչե որ մենք կանսասարի սոխակներն ենք ուրեմն այս բոլոր հիմա մշակույթի բահերը որ հիմա ստեղծենք աշակերտները հիմա գազագերբված օրեն բար գսորվին եւ այդ բարերը մենք ուրդերեն սորվեցանք հայրենիք են Գագի Կինոսյանին վիդեոները կան YouTube-ի վրա ասված հոգին լուսավոր է այդ վիդեոները գոկտակորձենք որ մենք սորվինք մենք ալ սորվեցնենք բայց աշակերտներուն գսենք որ 1-2 բարերը շատ լավ բարեր են որ միշտ բարահանտեսներուն գբարեք բայց հիմա ասոնք պիտի սկսիկ բարեր եւ ասոնք պիտի թարնան այդ 1-2 բարերուն բես եւ հետո մույսը պիտի տեսնեք որ այլևս
ինքնավստահությունը բիլա քաղութեն ներս Կայմե բարհանտեսի ժամանակ սորվիլ է ժամանակը չէ սորվիլ նոր բարմա բիլ սորված լաս բավարար մարդ պիտի քիտնա որ բավարար մարդու սորվեցնե ուրեմն դեպադակ այն է որ սկսենք այլևս մեր բարհանտեսներուն հավաքներուն ավանտագանը սկսիլ քաչալերել եւ ներկաները բահանջեն ադիգա ներկաներուն բահանջկով որը լա այլևս այդ կտեսնես այո եւ բնական գտարնա ճիշտ ուրեմն անցյալ դարվա խումբը որ եկավ եւ սորվեցավ ասենք խամխաման սորվեցան շատ խամխաման շատ սիրեցին իրեն ծնողներուն ասին որ մենք ուզենք ասի բարել եւ ծնողներնա քաչելերու համար դալուզուրնա փերավ ինձանա գնգալեր իսկ կարծի պիտի նվակը տնենք իրես սի աս նվակը լավ է աս մեկադը կորձածենք հետո քասանք որ մեր անգամ դալուզուրնա գա եւ խամխամա պիտի բարենք միասին ուրեմն խամխամա բարեցինք միասին բայց այդ է որ ինչ որ հիմա գսորվին այստեղ բիդերթան եւ դարաձեն եւ այն ասենք թե քննադատները որ գսե ռուպեն որ գսեն ասոնք ինչ կնեն քեֆ կնեն եւ այլ ես գնամ վստահեցնել որ քանի դարի է գուքամ աշակերտներուն հետ ամեն դարի չեմ կար բայց այն դարիներով գուքամ ագանադես կլամ այս աշակերտները գվերթարնան եւ քեֆը չէ որ գհիշեն Քեֆ կնեն, բայց անպայման չէ որ քեֆն է որ։ Բայց իրենց ամենանշմարելի բահեր հիմա որ հիմա հարցնես աշակերտներուն։ Քեզի բիսեմ որ Հովանես Շիրազի դուն թանկարանը։ Բիդեսե։ Աշակերտները գգարձես որ պիտի չի գաբվին։ Փածադուտները սիրեցին ուրախացան, գես գադակ, գես բացմություններ շատ գաբվեցան այդ միջավայրին հետ եւ այդ պիտի հիշեն ուշի քյուրի այցելությունը նորեն գրգին կշարունակենք թե բեդե բարոն մարկարոն չէ դիգին էլիզը իրգինը հոնե մեզիգի հյուրընկալե բայց աշակերտները գրգին ինչ որ կտեսնեն ինչ որ գնեն այնտեղ գիշեն երապուլուրը որ մարդ օդարը տեսնե կսե որ քերեզմանին հետ ինչ կապ ունի բայց մեզի համար ադիգա մեր հերոսներու ննչավայրն է որ գերտանք կհարկենք գարդասվինք եւ գքնահատենք իրեն զողությունը եւ գմտածենք եւ գխոգանք մեր ընելիքներուն մասին եւ աշակերտը այս տարիքին այդ կնի այդ կփնդրե եւ որ չէ հասած դագավինատ բաժինը ծրակին կհարցնեն երբ պիտի երթանք ոչ թե երբ պիտի երթանք զվարճանանք գսեն երբ պիտի երթանք այստեղ երբ պիտի երթանք այնտեղ եւ այդ է որ գարնեն այս բոլորը գվերաթարնան եւ իրենց ընկերներուն գբատմեն ամեն լավ ժամանակներում մասին, բայց նաև գսեմ որ այսինչ դեղի երթակ լավ մտի գրեք, շատ աղվոր էր ասփացադրությունը այսինչ թանկարանի մեջ։ Գամ եւ արդեն որ աշակերտները գերտան ամեն ասփաները գիտեն նախքին աշակերտներուն հետ եւ այդ է փորձենք մեր հիմա մեր դպրոցին ծրագրին մեջնալ այդ դեսնելով թե մեր աշակերտներուն հետաքրքրությունները ուր են ինչ բաներ բավարար չեն գիտեր ադա գտեսնենք իրողություն է գերտան հարցումը կհարցնե եւ մենք կգարձենք որ աշակերտը գնանա գիտնա աս մեկ բանը կամ ընել ատ գտեսնենք նաեւ այդ թերությունները ասենք ուրեն եւ փորձեր սրբակրել մեր ծրագրին մեջ որ վստահեցնենք որ աշակերտը եւ որ 12-րդը լա արդեն մեզի հետ կսորվի այդ բաները անոնցում է մեգա ավանդություններն են մշակույթներ որ ուզեցինք զարգացնել մեր ծրագրի մեջ եւ գնամ ասել որ շատ հաջող կընթանա ուսուցիչները շատ աղվոր աշխատանք կդանին որ այդ մեկը մշակենք եւ պիտի սկսենք կարծեմ մեջբերել բոլոր մեր դասարաններում մեջ տարբեր մագարտակներու մշակույթի դասավանդումը որը դժվար պիտի կարենա աշակերտը սորվի ով մեկ ուրիշտեղ դա աշակերտը բարախումբի մասնակից չլա համասկայնի հայ բարը բարելու արիթը պիտի չունենա եւ այդ մեկը ճիշտ չէ գուզենք որ փոքր դարիքեն հասկանան որ բարը միայն փեմին վրա չէ բարը իրենց արուրյայի մեջ է եւ հիմա հավասիկ կտեսնենք կլսենք ընտանիքներում բզդիկս դուն գուկա գբարե մենք կսկսենք սովի բարը եւ ուսուցիչի թերը գստանցնե ոչ միայն հայերեն լեզվի համար հիմա մշակույթի համար ուրեմն բիդուզենք մեր աշակերտները դուն երթան եւ ասեմ որ ինչու բակի չենք դվիր եւ բարդատրին դունի մեջ բակն ենք գիտես գամ անցալ օրը մեր ուսուցչուին դիգին հասմիկը առաջարկուներ եւ շատ ուրախ է ավանտագան ջաշ սորվեցնել որ երկու բան գծարայ որ աշակերտը ջաշ պատրաստե սորվի բայց նաեւ սորվի ուդելա ջաշը դե քիմքին հարազատ դառնա ուրեմն դիգին ասմիկը առաջին ջաշի ես
ասեցություն չունեցա իր որոշումն, ես ուրֆացի եմ, բայց ինքը բարեբախտաբար ընդրեց Բորանի ուրֆացիներու ջաշ, ես անշուշտ չմերժեցի, ես անպայման եւ ինձի համար լավ էր, կամ երկու անգամ երկու տասարան ունենք, երկու անգամ պատրաստես, երկու անգամ գերցա Բորանի դել, բայց աշակերտներ հիմա գարձես որ դեսնեն ճուդեն բայց այդ դանը մեջ չշինվիր, բիլի չարի ունենան։ Հիմա աշակերտներ ու տասարանի պատրաստեցին խանդավառվեցան գերան իրենց պատրաստածը եւ սիրեցին եւ հիմա դուն փաղաթրադոմսը դարին դուն ասին որ այդ պիտի շինենք պիտի պատրաստենք Բորանի պիտի պատրաստենք դունը եւ պատմություն է բայց այդ մեկը մշակույթ է պատմություն է չէ ամեն ինչի լա բարին երկին ջաշին յետև արդեն ահագին ֆոլկլոր ահագին պատմություն կար ճիշտ so այս բաները այս հարաբերությունը ասենք հայրենիքի հետ լա գազմով աշակերտներով այդ որ արդյունքները արդեն գտեսնենք որ ինչ պիտի մեջ բերենք իդ ինչ պիտի դանենք մեզի իդ ինչ գիտելիքներ ինչ արժեքներ որ այդ հավասարակշռությունը բահենք որբեսի անզանոթ չլա հայրենիքի որ ժամանակը կա որոշում առնենք վերադառնալու եւ ադեվոր եթե շատ խզվի այդ գաբը շատ հերավոր նպատակը վերացական կդառնա ճիշտ բայց եթե մոդիկ բահենք այդ մեկը այս բդուդի ճամփորդության ասենք միջոցով գաբը կգնանք բահել եւ որոշում ավելի կթյուրանա ես կասկած չունիմ որ թե ամորանալի իշադակներով պիտի բաժնվին Հայաստանեն բայց հավանաբար ավելի կարևոր որ այդ գաբերը եթե արդեն չկան պիտի ստեղծվին պիտի ամրապնդվին որուն համար իսկապես շնորհակալ եմ եւ կշնորհավորեմ Ռաֆի ջան ժամանակեդ բավական արինք եւ վստահ եմ աշակերտներդ գարոցած են այո չեմ զարմանում եթե դուրին արջեփը կսպասեն Լավ շնորհակալություն Ռաֆի ջան այս հետաքրական զրույցին համար շնորհակալ եմ որ ընթերացրեցիր եւ հաջողություն կմաղթենք շնորհակալ ենք ձեր հրավերին մեզի համար շատ մեծ ուրախություն է այս արիթ ունենալ շնորհակալ ենք Ռաֆի եւ հաջողություն ցեզի բարի վերադարձ եւ ձեր դբրոցի նոր ծրագրին որ կարծեմ ինչպես Ռուբեն ասավ այս ամենամեծ երևի ներդրումն է իսկապես որ մեծակույն հաջողություն ցեզ շնորհակալ ենք